իմ Աստված եւ ի վիճակի չենք որևէ բան ընկալելու։ Դու ես լույս տալի մեր աչքերին, Տեր, եւ բացանում մեր միտքը, մեր ամբողջ էությունը, բովանդակությունը քեզ հասկանալու համար, քեզանով ապրելու եւ քո մեջ քայլելու համար։ Փառք եմ ես տալի քեզ, առաջնորդի իմ ամեն մեկիս իմ արքա, եւ դու խոսի ամեն մի սրտի, փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։ Ուրեմն խնդրում եմ գրեք Աստվածաբանություն 13, Աստծո անունները, Աստծո անունները, անուններ, որին դուք առնչվում եք անընդհատ, որովհետև նա մանավանդ հիմա այս ինտերնետի դարաշրջանում շատ քարոզիչներ խոսում են սրա մասին, մենք կխոսենք մի քիչ ավելի համակարգված, լավ, ուրեմն խնդրում եմ գրեք, Աստվածը ունի բազում անուններ, որոնցով ինքը ներկայանում է կամ բացահայտում է իրեն։ Աստված ունի բազում անուններ, որոնցով ինքը ներկայանում է կամ բացահայտում է իրեն։ Մարդկության համար կարող է գրել։ Այս անունները օգնում են մեզ ավելի խորը եւ տարբեր անկյուններից կամ ռակուրսներից ճանաչել Աստծուն։ Այս անունները օգնում են մեզ ավելի խորը կամ տարբեր ռակուրսներից ճանաչել Աստծուն։ Եվս մի կարևոր հանգամանք, որ այս անունները մարդը չի տալիս Աստծուն։ Այս անունները Աստծո հայտնությունն է մեզ տրված։ Մարդը չի որոշում, թե Աստված ինչ անուն պիտի կրի։ Աստված է այդ անուններով բացվում մարդկության։ Բացահայտում են Տիրոջ էությունը, տարբեր անկյուններից, ինչպես մենք ասացինք։ Եվս մի հետաքրքիր պահ կա։ Մենք շատ ժամանակ Սուրբ Գրքում կարդում ենք, օրինակ կանչեցին Տիրոջ անունը։ Ինչ է սա նշանակում։ Արդյոք նշանակում է, որ իրենք կանգնեցին եւ աղաղակեցին երկինք, որ Տեր Աստված, կանչում են քո անունը, արի եւ հայտնվի մեզ։ Ոչ։ Սուրբ Գրքում կանչել Տիրոջ անունը նշանակում է իրեն երկրպագել։ Հատուկ երկրպագության մի ընթացք ունենալ Աստծուն վերաբերվող։ Առաջի անունը, որի մասին ուզում եմ խոսեմ, Էլոհիմ անունն է։ Էլոհիմ։ Ով կասի, ինչ է նշանակում Էլոհիմ։ Սուրբ։ Էլոհիմ։ Աստված մեզ հետ, էլ։ Էլոհիմ անունը այն հոգնակի անունն է, խնդրում եմ գրեք, որը մենք կարող ենք թարգմանել որպես Աստվածներ։ Էլոհիմ անունը այն հոգնակի անունն է, որը կարող է նշանակել մեզ համար որպես Աստվածներ։ Այլ նշանակություն էլ կա այդ անվան մեջ, նշանակում է հզորություն, ուժեղ, ուժ։ Այս անունը
Ան ուղղակի հղում է անում աստվածության երրորդության մասին կամ վերաբերյալ։ Ան ուղղակի հղում է անում աստվածության երրորդության մասին։ Կարող է ընկալվել նաև թագավորական մենք լինելու առումով։ Օրինակ, եթե ձեզանից ոմանք կարդացել են պատմական գրքեր, շատ թագավորներ, երբ որ ինչ-որ մի որոշում էին կայացնում, իրենք չէին ասում այս որոշումը ես կայացրեցի, իրենք ասում էին մենք կայացրեցինք։ Այսինքն ինքը այդ թագավորը իր մասին խոսում էր մենքով։ Եվ այս Էլոհիմ անունը երբեմն շատ աղանդավոր ուղղություններ ասում են, որ այստեղ ոչ թե երրորդության գաղափարն է երևում, այլ այս անվան մեջ հենց այս թագավորական մենքն է երևում։ Այսինքն Աստված թագավորների թագավորը լինելով, ինքը իր մասին խոսում է, որ մենք այս որոշումը կայացրեցինք, մենք արարեցինք մարդուն եւ այլն եւ այլն։ Որտեղ ենք մենք ամենասկզբում տեսնում Էլոհիմ անունի առկայությունը, ով կասի, ամենասկզբից։ Գնանք եւ մեր կերպարով մարդ ստեղծենք։ Այդ ժամանակ Кто больше? Հենց ծննդոցից եւ ստեղծեց Աստված երկինքը եւ երկիրը։ Bereshit Elohim bara hashame haaretz։ Այսինքն ստեղծեց երկինքը, երկիրը Էլոհիմ։ Բարձա։ Так, Էլոհիմ բառը ինչ է նշանակում։ Աստվածներ, զորություն, ուժեր։ Հիշում եք, չէ, որ մի պահ եկավ, երբ որ Մովսեսը պիտի գար անապատից հետ գար եւ Աստված ասում էր գնա իմ ժողովուրդը հանի, Մովսես ասում էր չեմ գնա, թոթովախոս եմ ես։ Եվ այնտեղ Տերը մի հետաքրքիր արտահայտություն անում, ասում է դու ունես չէ մեծ եղբայր Ահարոն։ Ես կդնեմ նրան քո շուրթերը, մարգարեն քո, իսկ դու կլինես նրա ասեք Աստվածը, Տերը օրհնի քեզ։ Ես ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ինքը Աստված բազմաստվածություն է քարոզում, դա հետաքրքիր, ինչ է մտածում։ Ինչու Աստված Մովսեսին այդ պարագայում անվանեց, որ դու Աստվածը կլինես, իսկ Ահարոնը քո մարգարեն, ո՞նց եք մտածում։ Ոչ, ուղիղ գրված է Աստված։ Ինչ առումով է Աստված Մովսեսին ասում, որ դու Աստված կլինես։ Այն առումով, որ դու կլինես այն զորավորը, որին կենթարկվի Ահարոն, եւ որը կարտաբերի քո ասածը։ Ոչ թե իմ նման Աստված, այլ զորությամբ, ուժով, իշխանությամբ, բարձա։ Ուրեմն չէ, տվյալ դեպքում միայն Ահարոն։ Շատ լավ, Էլոհիմը ամենահզորն է բոլոր աստվածների մեջ։ Ամենահզորն է բոլոր աստվածների մեջ։ Ինքը գերագույն Տերն է։ Գերագույն ամենավեր լինողը։ Ինչ աստվածների մասին է խոսքը գնում։ Եթե Էլոհիմը ամենաբարձրն է աստվածների մեջ, ինչ աստվածների մասին է խոսքը գնում։ Էլ ինչ աստվածներ կա։ Մենք քո աստվածային պանտեոնի չենք պաշտում, ոնց որ հույները կամ հռոմացիները։ Միտեղ Յուպիտերներ, միտեղ Զևսներ, եւ կային բազում այլ աստվածներ։ Ինչի մասին է խոսքը գնում։ Էլ ինչ աստվածներ կան Աստվածաշնչում։ Դուք գիտեք, ասում արդիկ։ Ես տեսնում եմ ձեր խորաթափանց հայացքը եւ տեսնում եմ այնտեղ, որ դուք գիտեք, արտահայտվեք։
որ Պողոսն ասեց կնմանվենք աստվածների, ի թիշենա։ Օրինակ այս օդի իշխանը ինչպես է Սուրբ Գիրքը իրեն անվանում։ Սատանան ինչպես է Սուրբ Գիրքը իրեն անվանում, իշխանը կամ այս օդի աստվածը, այս աշխարհի աստվածը։ Թանկագիններ, ինչպես էին հրյաները տարբերում կենդանի եւ գերագույն աստծուն այն մնացած չաստվածներից, ովքեր իրենց հռչակել էին աստված, կամ ուժի առումով աստված էր իրենց հռչակի աստված, օրինակ Մովսեսի տարբերակը կամ Իսրայելի դատավորների տարբերակը։ Դատավորներին էլ է չէ գրված, որ աստված են։ Աստծո որդիների մասին էլ է այդպես գրված։ Մի խոսքով, թանկագիններ ջան, ինչպես էին տարբերվում այդ չաստվածները կենդանի գերագույն աստծուց։ Կենդանի աստծո անունը արտահայտվում էր, ասենք Էլոհիմ ասելով, արտահայտվում էր որպես Էլոահ, Էլոահ, եզակի թվով։ Երբ որ ասում են Էլոահ, ի նկատի ունեին Իսրայելի կենդանի աստծուն, գերագույն Տերոջը։ Բացի այդ, կան նաև ուրիշ չաստվածներ, որոնց Սուրբ Գիրքը անվանում է օրինակ Էլոհիմ Շակրանիմ, այսինքն պիղծ աստված, կամ Էլոհիմ Խավերիմ, պիղծ աստված, հասկանում եք, էլի աստված է, ուժեղ է, բայց պիղծ է, և այդ խոսքը գնում է ում մասին, սատանայի և նրա որջի մասին։ Էլոհիմ Շակրանիմ, Էլոհիմ Ահերիմ, գրեք սա, հենց խելաց է, հարցնելու եմ ես դες, նայեք, մենք քնություն չենք դնելու, բայց կջղայնանամ քնություն կդնեմ, հա։ Շակրանիմ, պիղծ ոգիներ։ Ուրեմն Աստծո գերագույն անունը, որով հրյաները տարբերում էին, որ այս հրյաների աստվածներ ինչպես էր գրվում, Էլոահ, կամ Էլ, եզակի թվով, Էլ, դրան գումարվում էր ինչ-որ մի այլ հատկանիշ, որը մենք անցանք, Էլ, օրինակ Էլիոն, կամ Էլ Շադայ, մենք կնայենք դա։ Ուրեմն Էլոհիմը աստվածներ, Էլը աստված եզակի թվով, Էլոահը գերագույն աստծո ճանաչելի անունն էր։ Էլոհիմ Շակրանիմը ինչ էր։ Ինչ։ Մի վարդ։ Էլոհիմ Շակրանիմը, իսկ Էլոհիմ Խավերիմը, չգիտեմ։ Եսայա 54:5, որովհետև քո արարողը քո ամուսինն է, Տեր Սաբաոֆտ է նրա անունը, և քեզ քո փրկագնողը Իսրայելի Սուրբն է, երկրի, բոլոր երկրի Աստվածը կկոչվի ինքը։ Այսինքն Եսայա 54:5, Էլոհիմը, Էլոահը կկոչվի ամբողջ երկրագնդի, տիեզերքի և ամեն արարչագործության։ Այս անունը 2500 անգամ կրկնվում է 5 կտակարանում, խնդրում եմ գրեք։ 2300 անգամ, կներեք, 2500 անգամ կրկնվում է 5 կտակարանում, 2300 անգամ այս անունը տրվում է կենդանի աստծուն, այն 200-ը նկատի ունի պիղծ ոգիներին, պարզա, կամ ինչ-որ այլ մի բան, օրինակ դատավորներին, օրինակ Մովսեսի տարբերակը, 200 անգամ չի վերաբերվում աստծուն։ Ուրեմն ինչպես ես ասեցի, կա Էլոհիմ, նաև կա Էլ անունը, որը անվանվում է եզակի թվով,
Աստված նշանակությամբ, էլ Աստված։ Առաջի էլ մասնիկով անունը, որին մենք հիմա պիտի անդրադառնանք եւ որի մասին մենք խոսեցինք անցած դասին, դա էլ խոսել ենք, ախր Շադայն է։ Էլ Շադայ։ Ամենակարող Աստված։ Ամենակարող Աստված։ Էլ Շադայ։ Ծննդոց 17:1 Աբրահամը 99 տարեկան էր եւ ահա Տերը հայտնվեց Աբրահամին եւ ասեց. Ես եմ Էլ Շադայը, ամենակարող Աստվածը, ամբից քայլի իմ առջև եւ եղի անարատ։ Ես եմ Էլ Շադայը։ Ինչի համար էր Աբրահամին պետք այս Աստծո անունը, որովհետեւ ինքը Տիրոջից խոստում ուներ, որ պիտի զավակ ունենա, որը բոլոր երկնքի աստղերից շատ սերունդ կտա իրեն եւ բոլոր ծովի ավազներից էլ շատ սերունդ կտա։ Բացի այդ զավակից պիտի գա խոստման որդին, որը 2000 տարի առաջ եկավ։ Այս կարողացավ իրականացնել միայն Էլ Շադայը։ Ինչ է նշանակում Էլ Շադայը։ Ամենակարող։ Մի հուշեք, թող, I'm so sorry։ Գնացինք առաջ։ Ուրեմն երկրորդ անունը Էլ Էլիոն, ամենակալ կամ ամեն բան իր իշխանության մեջ պահող Աստված, Էլ Էլիոն։ Եսայա 14:14 Կբարձրանամ ամպերի բարձրունքները եւ ամենակալին նման կլինեմ։ Էլ Էլիոնին նման կլինեմ։ Թանկագիններ, այս անունները այն անուններն են, որ յուրաքանչյուր Աստծո մարդ իր կյանքի մեջ հայտնությամբ առել է։ Աբրահամին Տերը բացվեց որպես Էլ Շադայ եւ ամբողջ մարդկությունը հազարամյաների ընթացքում իմացավ, որ Աստված ամենակարող է, որովհետեւ մեկ Աստծո մարդու կյանքի մեջ նա այս առումով բացվեց։ Եսայա մարգարեի կյանքում ինքը բացվում է որպես ամենակալ Տեր, բարձր Տեր, հասկանում եք։ Իր ձեռքում ամեն բան պահող Տեր, Էլ Էլիոն։ Եվ սա Եսայային պետք էր, որովհետև ինքը հալածանքի մեջ էր, որովհետև խնդիրներ կար Իսրայելի հետ կապված, որովհետև ինքը տեսիլքներ էր տենում Տերոջ հետ կապված։ Եվ Տերը այս անունով բացվում է Եսայային։ Եվ Եսայային ոգեշնչում է, տալիս է խոսքը, տալիս է հայտնությունը, թե ով է ինքը։ Յուրաքանչյուր Աստծո անունը բացահայտում է ամեն մի Տերոջ հետևորդի համար, որովհետև ամեն մեկս ապրում ենք մեր յուրահատուկ կյանքը Աստծո մեջ եւ խնդիրներ ունենալու ժամանակ Տերը քո կյանքում բացվում է որպես ամենակարող Տեր։ Իսկ երբեմն, երբ որ դու կասկածում ես, որ դու ամենաբարձրալ Տերոջ հետ գործ ունես, ինքը բացվում է որպես ամենակալ, Էլ Էլիոն եւ մնացած իր անունները։ Հասկանում եք։ Դրա համար դուք այս անունները ոչ թե այստեղ լցրեք, այլ որպես հայտնություն լցրեք ձեր սրտի մեջ, որովհետև եթե դու կենթանի Աստծո հետ շփում եւ առնչություն ունես, ամեն քո կյանքի վարքյանը ինքը քեզ համար բացահայտում է իր էության նոր ձևը։ Կամ քո հոգսին համապատասխան ձևը, անունը, որի կարիքը դու ունես։ Գնանք առաջ, պետք է փակել։ Էլ Օլամ, Աստված հավիտենական, Օլամ, Աստված հավիտենական։ Ծննդոց 21:33 եւ Աբրահամը Բերսաբայում մի պարտեզ տնկեց եւ այնտեղ Տերոջ անունը կանչեց, Աստված հավիտենական Տերոջ անունը կանչեց։ Դուք տեսեք, թանկագիններ, Աբրահամը սովորական իմ եւ քո նման մարդ է, բայց ինքը ճանաչում է հանկարծ Տերոջը որպես ամենակարող
Եվ հետո հայտնաբերում է, Տերը բացվում է իր համար, որ ինքը ոչ սկիզբ ունի, ոչ մեջտեղ, ոչ ավարտ, ինքը հավիտյանս հավիտենից եղող Աստված է։ Եվ Աբրահամը սկսում է Տիրոջը այս առումով էլ ճանաչել, այսինքն Տերը, որ իրեն բացահայտում է ապագան եւ ասում է Աբրահամ, քո սերունդից այս պիտի լինի, այն պիտի լինի, այդ Աստվածը դրա վրա տիրակալ է ուրեմն, երբեք իր այդ իշխանությունը չի վերջանում։ Ինքը հսկում է այդ կյանքի, այդ իրականացման ամեն կետը, ամեն տողը, ամեն ստորակետը, որովհետև ինքը հավիտյանս եղող է։ Երբեմն մենք մեր հոգսերի տակ sense ընկճված, քայլում ենք եւ մոռանում ենք, թե մենք ում հետ ունենք, գործ ունենք, թանկագին եղբայրներ քույրեր։ Աստված ի վիճակի է հենց քո կյանքի համար յուրահատուկ ձևի բացվի։ Այնպես ինչպես բացվում էր Աստվածաշնչի մարգարեների կյանքում, եւ դու քեզ իրենցից մի առանձնացրի։ Դու այսօր մարգարե ես Տիրոջ անունով նստած, դու այսօր իր զավակն ես, ում հետ խոսում է Տերը։ Եվ քո հոգսի, քո խնդրի համապատասխան է խոսում, քո կարիքի համապատասխան, դրա համար էլ այս անունները այսքան բազմազան են, որովհետև ամեն մի բանի համար Տերը իր գործություն ունի։ Ամեն։ Էլ Ռոյի, Աստված տեսնող, երբ առաջի անգամ Աստվածաշնչում մենք այս անվանը հանդիպեցինք, Էլ Ռոյի, Աստված տեսնող, կամ տեսնող Աստված կարող եք։ Պրոստը որ Էլը սկզբից է, դրա համար ասում եմ Աստված տեսնող։ Բոգ վիդիշի ռուսերեն։ Ծննդոց 16-13։ Ինչպես միշտ, կինը նախաձեռնեց մի ծրագիր, որը մտածեց, որ դա լավագույն ծրագիրն է, որի մասին մտածեց, եւ Աբրահամին ասեց Աբրահամ ջան, դե տեսնում ենք Աստված իր ծրագիրը չի իրականացնում մեր կյանքի մեջ, դավայ դու իմ աղախինի հետ, հա, եւ երեխա ունենանք։ Գուցե Աստված այդ երեխայի միջոցով ծրագիրը իրականացնել, կնոջ մտքի թռիչքը։ Եվ Աբրահամը կնոջից մի քիչ ավելի տկար լինելով ուղեղով գնաց իրագործելու այդ ծրագիրը։ Իրագործեց եւ կրակ գլխներին եկավ։ Մեր հայերեն լեզվով ասած կրակ։ Ծնվեց Իսմայելը։ Եվ այս աղջիկը Հագարը սկսեց ձեռ առնել Սառային, որը թվում էր, թե Աստծուց խոստումներ ունի, բայց իր միջոցով իրականացրեց կինը։ Եվ ծաղրում էր, ձեռ էր առնում իր տիրուհուն, եւ Սառան բարկացավ։ Ասավ Աբրահամ, դու սարեց Աբրահամը չնայած սրտին ծանրություն էր, հատկացի երեխեն, էլի բերեք ճիշտ է խոսանք, որ մեկս մեր երեխուն դուրս կգցենք։ Հիմա աղախինից էր, աղախին չէր, իր երեխան էր։ Ծննդոց 16-13։ Հագարը գնում է անապատային տեղերում, լաց է լինում, որովհետև տեսնում է, որ իր երեխան ջուր չունի խմելու, ողբ է անում, աղաղակում է երկինք եւ Տերը պատասխան է տալի իրան։ Եվ Հագարը Տիրոջը, որը խոսում էր իր հետ, անվանեց դու Տեր Աստվածն ես, որը տեսնում է ինձ։ Տեսնում է ինձ, որովհետև ես հաստատ տեսա նրան, ով որ իմ ոտքերի հետքերը տեսնում էր։ Թանկագիներ, Աստծո հայացքից որևէ բան չի վրիպում։ Մենք չենք կարող ասել, որ Աստված աչքեր ունի։ Ֆիզիկական հատկանիշներ Տերոջը չենք կարող տալ։ Ականջ ունի, աչքեր, իմ նման երկու ձեռք։ Եթե ես կարողանամ Աստծուն նկարագրեմ, ինքը էլ Աստված չի։ Աստված անսահման մեծ էակ է, բարդ էակ է։ Ես մարդկային լեզուն ուղղակի հերիք չի, որ մենք կարողանանք ինչ-որ կերպ կարողանանք Աստծուն նկարագրել։ Մենք հիմա կրկնում ենք այն հայտնությունները, որ մենք ունենք Սուրբ գրքից, անգամ Հագարը պատասխան առավ Տիրոջից եւ ասեց. տեսնում էր ինձ։ Էլ Ռոյ։ Գնացինք առաջ։ Կարևոր անուններից մեկը, որին մենք հանդիպում ենք 5300 անգամ,
Դա տետրագրամատոնն է։ Տետրագրամատոն, խնդրում եմ հենց այդպես է գրեք, տետրագրամատոն։ Որ անունին է այս տետրագրամատոնը վերաբերվում, ով կասի։ Չէ, տետրագրամատոնը դա նկարագիրն է, արտահայտման ձևը։ Ուրեմն Յահվե անունն է, ճակերտներում կարող է գրել Եհովա, Յահվե, որին հանդիպում ենք 5300 անգամ Աստվածաշնչում։ Նոր կտականում այս անունը շատ հազվադեպ է կրկնվում, շատ հազվադեպ, եւ երբ որ Եհովայի վկաները ասում են, որ իրենք հանդիպել են Տերոջ այդ անվանը եւ արտաբերել են, վերականգնել են այդ անունը նոր կտականում, իրենք սուտ են խոսում։ Այնտեղ մատների վրա կարելի է հաշվել, որտեղ է այդ անունը արտաբերված։ Մանավանդ, որ նոր կտականը գրվել է հուներենով եւ Յահվե անունը այնտեղ իրոք շատ քիչ է հանդիպում։ Մի խոսքով ասեմ, որ այս անունը մենք հանդիպում ենք Ելից 6-րդ գլխի մեջ, կարծեմ 3-րդ համարն է, որտեղ Տերը Մովսեսին ասում է. Ես իմ ամենակարող անունով բացվեցի Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, բայց իմ Յահվե անունով բացվում եմ քեզ։ Արդյոք Աբրահամը եւ Իսահակը եւ Հակոբը չգիտեին Յահվեին, գիտեին։ Ինքը բացվում է այս անվան ներգործության ուժով Մովսեսին։ Նրանք գիտեն, որ Յահվե է, բայց անվան ներգործությունը եկավ Մովսեսի կյանքում։ Անվան այդ հզոր ներգործությունը։ Հիմա կնայենք ինչ է նշանակում Յահվե եւ կխոսենք դրա մասին։ Երկար տարիներ թանկագիններ ջան, հրեաները այս անունը թաքցնում էին։ Երբ որ հրեաներին ասում էին, բա Տիրոջ անունը ինչպես է, իրենք ասում էին, մենք կորցրել ենք այդ անվան նշանակությունը եւ իրենք շատ ժամանակ Աստծուն անվանում էին Խա-Շեմ, ուղղակի անուն։ Շեմ եբրայերեն անուն է նշանակում։ Խա-Շեմ նշանակում է կոնկրետ այդ անունը, որը վերաբերվում է միայն Աստծուն։ Եվ ասուն անուն չէին տալի, ասում են Խաշեմ, այս անունը կրողը։ Պարզ է, պարզ բացատրի, թե մի հատ է կարիք կա բացատրել։ Այսինքն իրենք Յահվեի անունը չէին տալի, ասում էին Աստծուն Խաշեմ, անունը կրողը։ Պարզա Խաշեմ, առանձին է գրվում։ Խա, գից Շեմ, Շեմը անունն է, կոնկրետ Խա նշանակում է հենց այդ անուն։ Կամ էլ անվանում էին Տերոջը Ադոնայ։ Ադոնայ նշանակում է Տեր, Ադոնի, Տեր, ոնց որ հուներենում Քյուրիոս։ Եբրայերենում այս անունը, Յահվե անունը, գրվում է 4 բաղաձայն տառով։ Եբրայերենում ձայնավոր չկար, հետո ձայնավորները առաջ բերեցին, որպեսզի լեզուն չկորցնեն, եւ լեզուն տարածում գտնի, մեռյալ լեզու չդառնա, իրենք ձայնավորները մտցրեցին, որ ավելի պարզ լինի, մատչելի լինի, հասկանալի լինի։ Եվ Յահվեն գրվում է որպես յոդ, գրեք, յոդ, առաջի տառը յոդ, հեյ, այո, յոդ, հեյ, վավ, հեյ, այսինքն 4 բաղաձայն տառ, յոդ, հեյ, վավ, հեյ։ Հիմա դե այս 4 բաղաձայնը մի հատ արտասան է, օրինակ դուք ոնց կասեք, յոդ, հեյ, վավ, հեյ։ ԵՀՎ։ Դուք ոնց կարտասան եք, ասո մարդիկ։ Յոդ, հեյ, վավ, հեյ։ Նոր կտականում մենք 4 հուշում ունենք, թե ինչպես է այս անունը արտաբերվում, որովհետև վերջապես քրիստոնյաները խելքի եկան եւ դադարեցին հարցնել հրեաներին, թե ինչպես է հնչում Աստծո անունը,
այլ սկսին փորփրել Սուրբ Գիրքը, թե ինչպես է Աստծո անունը արտաբերվում։ Եվ նոր կտականում կա 4 տեղ, 4 արտաբերում, որով մենք ճանաչում ենք Աստծո անունը, հասկանում ենք Աստծո անունը։ Այն գրված է Հայտնության 19-րդ գլխի մեջ։ Ես այդ 19 գլուխը անվանում եմ 4 ալելույաների գլուխ։ Ուրիշ տեղ նոր կտականում ալելույա բառը մենք չենք հանդիպում։ Հայտնության 19-ում 4 անգամ հանդիպում ենք այս բառին։ Ինչպես է այս բառը բացահայտում Յահվե անունը։ Հալելույա։ Երկու մաս է։ Եվ ոչ թե հալելույա, հալելու Եհովային, այլ հալելու Յահվեին։ Պարզա։ Հալել բառը նշանակում է փառք, եւ ում փառք Յահին, Յահվեին։ Պարզա։ Հալելու Յահվեին։ Ուրեմն այս բառը Յահվեի անունը բացահայտում է։ Նաև անուններից, օրինակ Իլիահու, Եղիա անունը, Երեմյան, Իրմիյահու, Երեմիա անունը։ Այս անունները երբ ուսումնասիրում ենք եւ հետազոտում ենք բառի ծագման եւ առաջացման ընթացքը, հասկանում ենք ոչ թե Եհովա է Տիրոջ անունը, այլ Յահվե է։ Եհովան արհեստական անուն է։ Ոնց որ ինձ անվանեն Վահե, անունս լինի Վահե, բայց ասեմ Բալոտ։ Բալոտ ջան, ոնց ես։ Բալոտ ով ախպեր ջան։ Այսօր Եհովայի վկաները Եհովա լսի մեզ, ախպեր ջան, ասեմ դու ում անունն ես տալի։ Ում անունն ես դու տալի, ինչ Եհովա։ Հիմա իրանք փոխվել են։ Յահվե են ասում։ Արա, բայց եթե հիմա Յահվե դառավ, այդ մի 15 տարի առաջ այդն չի եք հետներս կռիվանում ասում Եհովայի վկաները նոր կտականում բացահայտել են Եհովայի անունը։ Դե ասենք Յահվե է։ Ասում եմ ինչ լավ է կան քրիստոնյաները եւ քրիստոնեական գիտական միտքը։ Գնացինք առաջ։ Յահվե անունը Յահվե անվան արմատում դրված է Խավա բառը, Խավա։ Այս Խավա բառին մենք հանդիպում ենք հենց ծննդոց գրքի առաջի գլուխների մեջ, երբ դրախտում հանդիպում ենք Խավային։ Ով է այդ Խավան, ով կասի։ Եվան։ Խավա արմատը նշանակում է կյանք։ Յահվեի անվան արմատը բաղկացած է Խավա բառից, որը նշանակում է կյանք։ Եվայի անունը ինչ էր թարգմանվում։ Կյանք։ Խավա։ Եբրայերեն Եվան գրվում է որպես Խավա, նույն այս արմատն է։ Խավա, Խավա։ Պարզա։ Ուրեմն նշանակում է եղող, իր մեջ կյանք կրող հավիտյանս հավիտենից։ Եղող, իր մեջ կյանքը կրող հավիտյանս հավիտենից եւ կյանքը ձևավորող այնպես, ինչպես որ ինքը կամենում է ապագային վերաբերվում է առումով։ Ծիպուկյաններ ջան, լավ եք։ Այդ ինչը խորատ է։ Խնդրում եմ գրեք, Էխե, Աշեր, Էխե։ Էխե, Աշեր, Էխե։ Բառացիորեն Յահվե անունը այս նշանակությամբ է բացահայտվում։ Էխե, Աշեր, Էխե։ Որը նշանակում է, որ ես այն եմ, ինչ պիտի լինեմ, կամ ես այն եմ, ով ուզում եմ լինեմ։ Պարզ է։ Այսինքն Տեր Աստվածն է որոշում,
Ինչպիսին ինքը պիտի բացվի մեզ համար եւ ի հայտ գա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Էխե աշեր էխեն այս նշանակություն ունի եւ Յահվեի բացատրող եւ ի հայտ բերող այս 4 տառն է։ Էխե աշեր էխե։ Ելից 3:14-ում այդ իմացած պահն է, երբ որ Տերը ասում է, որ ինքը Յահվե անունով բացվում է Մովսեսին։ Տեսեք, մենք ասեցինք, որ ինքը իր մեջ կյանք ունեցողն է եւ կյանքը ձևավորողն է։ Մովսեսին ինքը հենց սրանով է բացվում։ Ինչու՞։ Որովհետեւ Իսրայելը անորոշ վիճակում էր եւ չէր հասկանում ինչ պիտի լինի եւ ուր պիտի գնան, ինչ պիտի անեն։ Եվ ահա Տերը ասում է, որ ես եմ նա, ով որ այդ ամենը ձևավորում է։ Եվ այդ ժամանակ Մովսեսի համար դա լինում է շատ խորը հայտնություն, որ իրոք ինքը Տերը նա է, ով տիրում է բոլոր ժամանակների վրա, սուշի նացիեմ Յահվե, որը անում է ամենը, ինչ ուզում է եւ ինչպես ուզում է իր կամքով։ Գնանք առաջ։ Խնդրում եմ գրեք այդ համարը ելից 6:3։ Հիմա Յահվեի հետ կապված համարները, Յահվե ի հիր է, կարող է գրել կամ իր է ռուսերեն, Յահվե հիր է։ Տերը կտեսնի կամ տեսնում է։ Ծննդոց 22:14-ում գրված է. Աբրահամը այստեղը անվանեց Յահվե հիր է, որովհետև այստեղ ասում էին Տերոջ սարի վրա Եհովան Յահվեն կտեսնի կամ կսահմանի այնպես, ինչպես որ ինքն է ուզում։ Պարզա Ծննդոց 22:14 Յահվե Նիսի Յահվեն Տերը իմ դրոշն է։ Եհովա Յահվե Նիսի, ընկան Եհովա ենք ասել, որ Յահվե Նիսի, Նիսի, ծննդոց 17-15, և Տերը կներեք, և Մովսեսը այնտեղ զոհասեղան կառուցեց, և անվանեց այն Յահվե Նիսին, այսինքն Տերը նա է, ում անունը վերցրած ես դրոշակի պես բռնած գնում եմ առաջ։ Ծննդոց 17:15 Այսինքն դուք տեսնում եք թանկագիններ, որ Աստծո մարդիկ որևէ բան չէին անում առանց Տերոջ։ Ինչ էլ փորձում էին անել, անում էին Աստծո առաջնորդությամբ եւ այդ անելու ընթացքում էլ անունը Տերոջ տալիս էին Յահվե Նիսի, Տերին դրոշն է, այսինքն Տերոջ անունով է գնում։ Հասկանում եք։ Իսկ մենք հին կտականի մարգարեներից եւ Աստծո մարդկանցից շատ խելացի ենք։ Մենք ինքներս ենք որոշում, ոնց պիտի քայլենք մեր կյանքում։ Բա մեզ պետք է Յահվեն ինչ կորոշի, ինչ չի որոշի։ Չէ։ Հիմա ո՞րն է ավելի գերադասելի։ Աստծո հետ գնաս եւ ամենը իր անունով անես, թե մենակ գնաս եւ քո սեփական ուժերով։ Գնացինք առաջ։ Յահվե Շալոմ Տերը խաղաղություն է։ Դատավորաց 6:24 Եվ Գեդեոնը զոհասեղան կառուցեց Տիրոջ համար եւ անունը դրեց Յահվե Շալոմ։ Տերը խաղաղությունն է։ Նայեք, մարդը փոթորկված է, մարդը ահավոր վիճակում է եւ Տերը գալիս է որպես խաղաղություն։ Շատ ժամանակ մենք ինչ ենք անում, երբ որ բարևում ենք իրար, ասում ենք խաղաղություն քեզ, շալոմ, խաղաղություն քեզ։ Յահվե Ցբաոթ, հայերեն Սաբաոթ, եբրայերեն Ցբաոթ, Յահվե Սաբաոթ, զինվորության Տերը,
Այս անվանը մենք հանդիպում ենք Ծննդոց առաջի թագավորած առաջի գլխի 3 համարում։ Գորջան, լեսնա, անձերոցի կարասպես։ Առաջի թագավորած 1:3։ Յահվե Մակկադեշ, Տերը, որ սրբացնում է ձեզ։ Ավելի ճիշտ հնչողությունը կեղնի Յատկադոշ, Մակկադոշ, բայց թող լինի Կադեշ։ Յահվե Մակկադոշ կարող եք գրել կամ Կադեշ։ Ծննդոց 31:13-ում այնտեղ Տերը ասում է, որ պիտի շաբաթը պահեն բոլոր սերունդների մեջ, որ իմանաք, որ ես եմ Տերը, որ սրբացնում եմ ձեզ։ Ելից 31:13 Յահվե Ռոյի, Տերը իմ հովիվն է։ Յահվե Ռոյի, հովիվ, Տերը Ռոյի, Տերը իմ հովիվն է։ Սաղմոս 22:1 կամ հայերենով 23-ը Տերը իմ հովիվն է, ես բանիմը կարոտություն չեմ ունենա։ Սաղմոս 22-ն է հայերենով Տերը, 23-1-ը ուրեմն։ Տերը իմ հովիվն է, ես բանիմը կարոտություն պիտի չունենա։ Յահվե Ցիդկենու, Յահվե Ցիդկենու, Տերը իմ արդարացումն է, կամ արդարությունն է, Տերը իմ արդարացումն է, այսինքն մեկն է, ումով ես կարող եմ արդարանալ, Տերը այսպիսին է, և մարդը այստեղ ոչ թե մարդու մեջ է արդարացումը փնտրում, թանկագին իմ եղբայրներ քույրեր, այլ փնտրում է Աստծո մեջ, որովհետև գիտակցել է, տեսել է, վայելել է Աստծո ով լինելը և իր սեփական ունայնությունը։ Երեմիա 23:6 Հուդայի մասին է, որ Իսրայելը պիտի փրկվի Հուդայի հետ և նրա անունը կդնեն Տերն է մեր արդարացումը։ Յահվե Շամա, Տերը այնտեղ է։ Տերը այնտեղ է։ Եզեկիել 48:35 Քաղաքի անունը կդրվի Տերը այնտեղ է, Յահվե Շամա։ Հաջորդ անունը Յահվե Էլոհիմ Իսրայել, Տերը Աստվածն է Իսրայելի, Յահվե Էլոհիմ Իսրայել, Տերը Աստվածն է Իսրայելի։ Դատավորաց 5:3 Լսեք թագավորներ, ազնվականներ, ես եմ Տերը և ես հարվածում եմ կամ խփում եմ գործիքները Տեր Աստծուն Իսրայելի։ Տեր Աստծուն Իսրայելի։ Ադոնայ Տեր է նշանակում, Ադոնի, Տեր։ Եսայա 6:1-3 Այստեղ Եսայա մարգարեությունը հափշտակվում է երկինք և ասում է տեսա Տերոջը բարձր գահի վրա նստած։ Խնդրում եմ այս գլուխը, մասնավորապես հենց կոնկրետ այս գլուխը տանը կարդացեք, հզոր գլուխ է, սերով բեներին է տեսնում։ Ուրեմն Ադոնայ բառը թանկագիններ ջան, օգնակի նշանակում 1:3 6-րդ գլուխ 1:3 Ուրեմն թանկագիններ ջան, Ադոնայ բառը ինքը հոգնակի արտահայտումն է եզակի Տեր լինելու, ինչպես Էլոհիմը նշանակում է Աստվածներ,
այնպես էլ Ադոնայը նշանակում է Տերեր, իսկ եզակի թվով գրվում է Ադոնի, մեկ Տեր, Ադոնայ Տերեր է նշանակում, և ահա Տերը հռչակելով, որ ինքը Ադոնայն է, էլի այստեղ անուղղակի կերպ ցույց է տալի, որ ինքը երրորդություն է։ Գանք նոր կտակարանը, Yeshua HaMashiach, ինչ է այս անունը նշանակում, Yeshua HaMashiach, հա առանձին, Mashiach, ով կասի ինչ է այս անունը նշանակում, Yeshua HaMashiach, Yeshua HaMashiach, նշանակում է Հիսուս Քրիստոս, Yeshuan գրվում է որպես Yahoo Shua, կամ Yahvեն տալիս է փրկություն, Yahun Yahvեն է, Շուան փրկություն, փրկիչ, և Հիսուսի անունը հենց այդ էլ նշանակում է, որ Տերը փրկում է, հենց Հիսուսի անունը դա նշանակում է, Yahoo Shua, Yahvեն փրկում է, Մաշիախը ինչ էր նշանակում, օծյալ, գնացինք առաջ, Ավի, հայր, Ավի, Ավի, իրար հետ, Ավի, հայր է թարգմանվում, Եփեսացիս 1:2 գրված է, շնորհ և խաղաղություն Հայր Աստծո կողմից և Հիսուս Քրիստոսի, Հայր Աստծո կողմից, Ավի, ու եբրայերեն պիտի հնչի Ավ, Տեոս, հուներեն, նշանակում է Աստված, եթե եբրայերեն Էլոհիմ էր, հուներեն Տեոս, նախկին դասին դուք անցաք, արդյոք եղբոր ժամանակ անցաք Սեպտուագինտայի պահը, երբ որ 72 գիտնական հույն թագավորի կողմից հրահանգով սկսում են թարգմանությունը եբրայերեն լեզվից հուներեն, այդ թարգմանությունը կոչվում է Սեպտուագինտա, Սեպտուագինտա բառացիորեն թարգմանվում է որպես 70-ի թարգմանություն, բայց իրականում 72-ն են թարգմանել, այս թարգմանությունը արտակարգ թարգմանություն է, և այնտեղ հենց այս Տեոս բառը մենք հանդիպում ենք առաջի անգամ հուներեն, Կյուրիոս հուներեն Տեր է նշանակում, եթե եբրայերեն դա Ադոնին էր, կամ Տերեր Ադոնայ, կամ Յահվե, հուներեն դա Կյուրիոս, Կյուրիոս, և Հիսուսին բազում անգամ էին դիմում այս անունով, Տերիմ, արի գնա, խնդրում եմ այս մարդուն բժշկի, արի իմ տուն իմ ծառան հիվանդ է, Մատթեոս 8:60 կարդում ենք, Տերիմ իմ ծառան հիվանդ է, խնդրում եմ արի, որովհետև ինքը շատ ծանր տառապանք է կրում, Դեսպոտես, տիրակալ է նշանակում, էլի հուներեն, Դեսպոտես, տիրակալ, այս անվանը մենք հանդիպում ենք Ղուկաս 2:29-ում, Դեսպոտես անունը, այսպիսով անունները ավարտում ենք, Տերը օրհնի ձեզ թանկագիններ ջան, գնացեք 10 րոպե հանգստացեք և կունենանք վերջի դասը այսօր, Տերը օրհնի։